Վերադարձանք գովազդից եւ քանի որ հեռուստատեսության ամենակարևոր գործառույթներից մեկը իրազեկումն է, ասենք որ այս առավոտ մենք եւս միանում ենք առողջապահության ոլորտի հերթական կարևոր իրազեկմանը։ Նոյեմբերը թոքի քաղցկեղի իրազեկման ամիսն է, ինչպես գիտեք, աշխարհում ամեն տարի թոքի քաղցկեղից մահանում է 1.5 միլիոնից ավելի մարդ, մահացածության ցուցանիշը բարձր է նաեւ Հայաստանում։ Մեր տաղավարում է Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության Ֆանարջյանի անվան ուռուցքաբանության ազգային կենտրոնի կրծքավանդակային վիրաբուժության եւ ինտերվենցիոն թոքաբանության բաժանմունքի վարիչ, թորակալ վիրաբույժ Տիգրան Բյուզանդյանը, բարև ձեզ, բարի լույս։ Եկեք հասկանանք ինչ է թոքի քաղցկեղը եւ ինչու է կարեւոր դրա իրազեկումը։ Այո, ստրատեգիական նշանակության կարևորության հիվանդություն է թոքի քաղցկեղը, բոլորս գիտենք, թոքայուսվածքի չարորակ հիվանդություն է, որը կարող է բավականին սեղմ ժամկետներում բերել լետալ ելքի եւ առողջապահական կազմակերպման տեսանկյունից բավականին ծախսատար է, ինչպես նաեւ բնակության տեսանկյունից վաղ մահացությունը, փուլից կախված իհարկե բարձր փուլերի մասին է խոսքը, կարևորություն է ստեղծում, ինչպես նաև անհրաժեշտություն է առաջացնում ունենալ իրազեկման ամիս եւ իրազեկման ամիսը ոչ թե նոմինալ ամիս է, որ մենք բոլորս խոսում ենք, այլ բավականին մեծ միջոցառումների շարք աշխարհով մեկ ուղղված ցուցանիշների բարելավմանը։ Նշեցիք, որ բավականին ծախսատար է, եթե մարդը չունի բավականաչափ գումար, հասկանում եմ, որ այդքան էլ ձեր մասնագիտական ֆունկցիաների մեջ չի մտնում, բայց շատ կարևոր հարց է, եթե մարդը չունի գումար, պետպատվերի շրջանակում կամ ինչ-որ այլ ծրագրերի շրջանակում հնարավոր է իրականացնել, չասեմ բուժման ընթացքը, բայց գոնե լինեն ինչ-որ ծրագրեր, որոնց շրջանակներում մարդիկ գնան եւ հնարավորություն ստանան անել կատե, ինչ-որ այսպես ծրագրեր, օրինակ կանանց դեպքում կա ամիս, երբ որ կրծքագեղձի ստուգումը պարբերաբար լինում է անվճար։ Այս դեպքում կա այդպիսի ծրագիր, թե չէ։ Պատասխանեմ ձեր հարցին մի փոքր համառոտ, քանի որ եթե մենք խոսենք մանրամասն ձեր շոշափված հարցից, մինչև առավոտ խոսենք ու ելի խոսալու տեղ կունենանք։ Ինչ վերաբերվում է պետպատվերին եւ ամեն ինչին, այո, մեծամասամբ պետությունը հոգում է տվյալ խմբի հիվանդությունների ծախսերը, բայց եկեք ռեալ նայենք հարցին, մեր երկրի հնարավորությունները դիտարկելով, եթե ամբողջ ծախսը ոչ միայն թոքի քաղցկեղի, ընդհանուր ուռուցքաբանության ծախսերը, եթե պետությունը կարողանար հոգալ 100%-ով, ապա դա կկազմեր բանակի բյուջեից շատ ավելի մեծ։ Եվ դա մենք ռեալիստ լինելով չենք կարող դա ընդունել։ Ինչ վերաբերում է ծրագրերին, հա, կրկնեմ եւս մեկ անգամ, պետությունը հոգում է մեծամասամբ ծախսեր, դա վիրատական ծախսերն են, դեղորայքային բուժման ծախսերն են, ճառագայթային բուժման ծախսերն են, սակայն դեղորայքային ծախսերը բոլորս էլ գիտակցում ենք, դա բավականին մեծ գումարներ է եւ պետությունը չի կարող ամբողջությամբ աջակցել բուժառուներին։ Շատ ժամանակ լինում են օգնության ծրագրեր, երբ որ դեղորայքը Հայաստանի նվեր է տրամադրվում եւ տվյալ բուժառուները ում դա անհրաժեշտ է եւ ում ցուցված է, բնականաբար ծրագրից օգտվում են, բայց դա բնականաբար լիմիտավորված է։ Լինելով վիրաբույժ, պատասխանեմ ավելի շատ վիրաբուժական հարցերին։ Ինչ վերաբերում է վիրահատական ծախսերին, պետությունը հոգում է այդ բուժառուների ծախսերը։ Բայց շատերը կներես այս թեման շարունակելով, շատերը ասում են դե գնանք Գերմանիա բուժվենք, Իսրայել բուժվենք, այսինքն ամեն դեպքում մարդիկ ինչի են տենց անում բուժման դեպքում, դա հոգեբանական խնդիր է, թե ինչ է, եթե այդ գումարը կարող են ներդնել, վստահաբար Հայաստանը հետ չի մնում այս առումով։ Տեսեք, նմանատիպ հարց լսում եմ ամեն օր, որտեղ է լավ, ստեղ բուժվենք, գնանք Գերմանիա, Իսրայել, Ամերիկա եւ այլն։ Ճիշտ գիտակցելով այն փաստը, որ Հայաստանը տվյալ պահին գտնվում է ոչ թե 1996 թվականի ստանդարտների մեջ, մենք օգտվում ենք 25 թվականի նոյեմբերին արկա ստանդարտներից։ Այսինքն, երբ նոր հրապարակումը դուրս է գալիս, որ տվյալ չափորոշիչը այսինչ երկրի ստանդարտում ավելացել է, ես ձեզ վստահեցնում եմ, Հայաստանի ուռուցքաբանության ոլորտը օգտվում է տվյալ ժամանակահատվածի ստանդարտներից։ Այո, նոր ստանդարտների մեջ ընդգրկված նոր դեղորայքը կարող է չլինել Հայաստանում ֆիզիկապես, չունենա թույլտվություն, չունենա գրանցում եւ այլն, դա մի քիչ ավելի երկար ժամկետ կարող է տանել։ Դեղորայքը ստանալու համար հասնել Գերմանիա,
հասնել Ամերիկա, հասնել այլ երկիր, ռացիոնալ չէ։ Մենք տեղափոխում ենք բուժառուին, որը ստրեսի մեջ է, այլ քաղաք, հերիք չի այլ քաղաք, տեղափոխում ենք այլ երկիր, այդքանը հերիք չի, մենք իրան տեղափոխում ենք լրիվ ուրիշ մենտալիտետով եւ գաղափարախոսություններով երկիր, եւ չորրորդ կետը այն երկիր, որտեղ ինքը մեծամասամբ դա այդ լեզուն չգիտի։ Հա։ Այսինքն ստրեսները մենք տեղից պակաս չէր, ավելացնում ենք ավելի շատ, մեծ հաշվով նույն բուժման ակնկալիքով։ Դրա համար այդքանը ես բուժառուներին բացատրում եմ եւ շատ մարդիկ ասում են, այո, ես ձեզ հետ համաձայն եմ, ինչի գնամ հասնեմ այնտեղ, եթե ռեալ նույն ցուցանիշներն են, նույն դեղորայքն է, նույն ստանդարտներն են։ Բայց մինչև բուժմանը, մինչև վիրահատությանը հասնելը, եկեք խոսենք կանխարգելումից, ինչպես կարող ենք հասարակությանը տեղեկացնել կանխարգելման մասին եւ որքան հաճախականությամբ պետք է մարդը հետազոտվի, ինչ ախտանիշների դեպքում, որպեսզի վաղ փուլում կարողանանք կանխարգելել։ Տեսեք, թոքը ցավոք սրտի այն օրգանների շարքից է, որը չի նյարդավորվում, այսինքն թոքի սեփական հյուսվածքը չունի նյարդավորում եւ ցավոք սրտի, եթե մենք առնչվենք գանգատներին, դա լինելու է բրոնխի տեսանկյունից հազը, հեվոցը, դժվարաշնչությունը կամ թոքի պարենխիմայի տեսանկյունից եւս նույն գանգատները կարող են առաջանալ։ Ցավը կարող է լինել նաեւ կրծքավանդակի պատի ուղղությամբ, որը խոսում է նրա մասին, որ տվյալ հիվանդությունը այնքան է առաջ գնացել, որ ընդգրկել է այն օրգանները, որոնք ունեն նյարդավորում եւ ըստ այդմ առաջացել է գանգատները։ Թոքի քասկեղի կանխարգելման կազմում արդեն երկար ժամանակ է ապացուցված է, որ էֆեկտիվ է կանխարգելիչ հետազոտությունների շարքը։ Ինչ եմ ասում շարքը, սկզբում մտածում էին գիտնականները եւ հետազոտողները առողջապահական ոլորտի, որ կարող են բավարարվել ռենտգեն հետազոտությամբ, թվում է թե այո, տրամաբանական է իրենց մտքերը, սակայն Ամերիկայում դա սկսեցին անել, սակայն դիտարկեցին նաեւ ԿՏ հետազոտության գաղափարը եւ սկսեցին հետազոտել երկու խմբերի իրեն զուգահեռ, ապացուցեցին, որ թոքի քասկեղի սկրինինգի գործում ԿՏ-ն 3 անգամ ավելի էֆեկտիվ դուրս եկավ, քան ռենտգեն հետազոտությունը։ Ըստ այդմ ոսկե ստանդարտ իրենց պատկերացմամբ, իհարկե, մենք կիսում ենք իրենց կարծիքը, դա ցածր դոզավորման ՀՇ քննությունն է։ Այսինքն այն դոզան, որը որ համեմատելի է մոտավորապես մարդու ստացած ճառագայթմանը կենցաղային պայմաններում կես տարվա ժամկետով։ Այսինքն կես տարվա ստացած ճառագայթման դոզան այնք ընդհանրապես ստանում տարին 1։ Ով պետք է գնա ԿՏ հետազոտության։ ԿՏ հետազոտության պետք է գնա այն մարդ, ով գտնվում է 50-ից 75 տարեկան տարիքային խմբում, ունի առնվազն ծխելու անամնեզ, այսինքն ծխելու պատմություն ունի, ոչ պակաս քան 10 տարին, ոչ պակաս քան 1 տուփ չափաբաժնով։ Ճիշտ հասկացեք, դա առողջապահական կազմակերպման ցուցանիշներ են, այսինքն որ մոտավորապես մեր հեռուստադիտողները պատկերացնեն, մոտավորապես 10,000 բնակչի հաշվարկով 9,000-ի դեպքում դա ճիշտ է։ Անհատի դեպքում ինքը կարա տարբերվի տվյալ ցուցանիշ։ Այո, դու կարող եք ասել, ծանոթ եք ունեցել, ընկեր եք ունեցել տնից տեղից հեռու բոլորիս, որը որ 49-ում է եղել կասկեղային հիվանդությունը։ Դա առողջապահական ցուցանիշներ են։ Այսինքն բոլորը, որոնք գտնվում են տվյալ դիապազոնի մեջ, պետք է հետազոտվեն։ Մնացածը արդեն իրենց կամքի դրսևորումն է, պետք է կանխարգելիչ անցնեն, թե ոչ։ Այդ տարիքից ներողություն, տարիքային այդ սանդղակից դուրս արդյոք նախատրամադրվածություն ունի նաև գենետիկան այստեղ եւ եթե գենետիկորեն կա քաղցկեղը, այսպես ժառանգաբար փոխանցվում է, որքան հաճախականությամբ պետք է ստուգվի այդ մարդը։ Տեսեք, կրկնեմ, շատ եմ սիրում այս արտահայտությունը, բժշկությունը հստակ գիտություն չէ։ Դա փիլիսոփայական գիտություն է։ Ես մտածում եմ հստակ գիտություն է, հետաքրքիր է։ Ես ձեզ հետաքրքիր բան ասեմ ու շարունակեմ ձեր հարցի պատասխանը։ Միևնույն դատաբազայից օգտվող երկու տարբեր բժիշկներ, այսինքն ունենք 10,000 բուժառուի տվյալ, ինչ որ հարցի հետ կապված հետազոտություն է իրականացվում։ Նույն տվյալից օգտվում են երկու տարբեր մարդիկ, տարբեր արդյունքներ են ստանում։ Որտեղ տեսանկյունները տարբեր են, ինչի համար ենք հետազոտել, ինչ ենք ակնկալում մեջից տեսնել տվյալները եւ այլն։ Ցավոք չափելի չի նաեւ բժշկությունը։ Այսինքն տարական 1 գումարած 1-ը, մեկի դեպքում 0, մեկի դեպքում 2, մեկի դեպքում 4։ Շատ անհատականացված եւ համեմատության մեջ գիտություն է։ Եվ վերադառնալով ժամկետներից դուրսին եւ այլն, դեռևս մեր գիտությունը այնքան չի զարգացել, որ ունենանք
չգիտեմ 48 տարեկանում ինչ ժամկետով մեկ պետք է անցնի, եթե 38 տարեկանում ինչ ժամկետով մեկ անցնի, բայց տարեկան մեկ անգամ ցածր դոզավորման կատեն, եթե տվյալ բուժառուն ծխող է եւ անամնեզը ունի տվյալ տարիների ծխելու, կարող է անցնել տարին մեկ։ Բայց իհարկե հազար ներողություն, ավելի լավ է չծխի, քան ծխի եւ շարունակի մտածել, որ կարող է թոքի քաղցկեղ առաջանալ։ Այդ ծխելու թեման շարունակելով, եթե հայտնաբերվում է մարդու մոտ Աստված մի արածցե թոքի քաղցկեղ, արգելվում է բնականաբար ծխելը, բայց կլինեն մարդիկ, ովքեր ամեն դեպքում այդ վատ սովորությունը կշարունակեն։ Կա ինչ-որ վիճակագրություն կամ թեկուզ ձեր անձնական, հա, սենց փորձառությունից ելնելով, որ ծխելը օրինակ թողել են վիճակը ավելի լավացել կամ եթե շարունակել են ծխել։ Շատ լավ հարց եք տալիս, շնորհակալ եմ, իրականում շնորհակալ եմ այդ հարցի համար։ Տեսեք, մենք համարվում ենք Հայաստանը եւ հայ ազգը համարվում է ինտենսիվ ծխողների շարքից։ Մոտավորապես կար միջազգային կազմակերպություն, անունը հիմա չեմ հիշի, ովքեր որ հետազոտում են իրականում ծխողներին վերաբերող, որոնք ստատիստիկ տվյալները մեր ազգաբնակության 42%-ը ծխում է։ Խոսքը ծխախոտի մասին է։ Նույն կարգի միգուցե եւ սակայն այդքան խորը չեմ ուսումնասիրել Չինաստանում է, բայց Չինաստանում միևնույն ժամանակ հետազոտական կապիտալը բավականին մեծ է, թե մարդաքանակի հետ կապված, թե բյուջեի, թե ամեն ինչի, ռեսուրսները շատ մեծ են։ Եվ վերջերս հանդիպեցի մեկ հոդվածի, որտեղ չինացի գիտնականները 21 թվականի հոդված է, համեմատել էին ախտորոշման պայից սկսած բուժառուների երկու մեծ խումբ եւ կատարել են 21 կենտրոնից տվյալների հավաքագրում։ Համատել են ովքեր որ շարունակել են ծխել եւ երկրորդ խումբը կազմել են այն մարդիկ, ովքեր որ դադարել են ծխելը ախտորոշման պայից սկսած։ Արդյունքները կատաստրոֆիկ տարբեր են եղել՝ ի օգուտ չծխողների, ովքեր չեն ծխել ախտորոշման պայից սկսած, իրենց արդյունքները 30-ից 40%-ով ավելի լավն են եղել։ Խոսքը 5-ամյա ապերության մասին, այսինքն չափել են ինչքան են ապրել մարդիկ պայմանականորեն այս ինչ թվերն են ստացել, մյուս խմբում 30-40% ավելի լավ արդյունք եղել։ Բայց արդյոք միայն ծխողներին է սպառնում թոքի քաղցկեղը։ Ցավոք ոչ, ցավոք ոչ, եւ ասեմ ձեզ տենդենսը գնում է դեպի ոչ ծխողների թոքի քաղցկեղների շատացման, ոչ թե քանակապես, այլ զուտ պրոպորցիոնալ, հա։ Համ երկրների մեծ մասում մեծ ռեսուրսներ են օգտագործում ծխելը թողնելու, ծխախոտի վաճառքը նվազեցնելու եւ այլն, այդ թվում Հայաստանում։ Դա բերում է նրան, որ ավելի գերակշռում են տոկոսային փոխհարաբերությամբ չծխողների թոքի քաղցկեղները։ Եվ ես ասեմ հետաքրիր վիճակագրական փաստ։ Եթե չծխող մարդկանց թոքի քաղցկեղը առանձնացնենք որպես առանձին հիվանդություն, աշխարհի մակարդակում դա կկազմի քաղցկեղային հիվանդություններից մոտավորապես 7-րդ, 8-րդ տեղը։ Այո, դուք կարծնեք, բա որ չի ծխում ինչի պատճառով առաջացավ։ Մոտավորապես 70 կանցերոգեն կա մեր շրջապատում, որը կարող է ինդուկցել, հարուցել քաղցկեղ։ Այդ թվում եւ թոքի։ Օդի աղտոտվածությունը։ Օդի աղտոտվածություն, ծանր մետաղներ, ազատ ռադիկալներ առաջացնող բոլոր նյութերը, հա, թթվածին ակտիվ։ Եվ այլն, այսինքն դրանք էլ են շատ, հողի մեջ ռադոնը, ազբեստի փոշին եւ այլ, այնքան շատ են, որ դուք էլ կարող եք չպատկասնել, որ այսքան շատ են իրենք։ Այսինքն անկախ նրանից մարդը ծխում է թե ոչ, ինչ որ տարիքից պետք է գնա եւ կանխարգելման համար, վաղ փուլում հայտնաբերելու համար, որտեղ վստահաբար եթե վաղ փուլում հայտնաբերվեն, ավելի մեծ է հավանականությունը բուժման, քան եթե ապրելիությունը երկարացնում։ Այ հետաքրքիր է չծխող մարդկանց դեպքում, եթե խոսենք, ինչքանը մեկ ստուգվեն, կանայք պետք է ստուգվեն։ Այդտեղ արդեն մեզ օգնում է իրենց ինքնագիտակցումը, այսինքն արդյոք իրենք կանցերոգենների ազդեցության տակ են, մեկ, արդյոք իրենք գենետիկորեն հակված են քաղցկեղային հիվանդությունների թե ոչ, խոսքը կանացի ուռուցքների մասին չի։ Հա։ Խոսքը հենց, չգիտեմ, ընտանիքի պատմության մեջ եղել են թոքի քաղցկեղով հիվանդներ եւ այլն։ Այդ ամենը պետք է իրենք գիտակցեն, այսինքն տվյալ շարժումը նոր է զարգանում, հա, կանխարգելիչ թոքի քաղցկեղի ուղղությամբ աշխատանքները եւ տվյալ պահին երկրներից ոչ մեկ չունի համապետական սկրինինգ ծրագիր, որովհետեւ գտել են, որ այո, ինքը էֆեկտիվ է, բայց բավականին թանկարժեք է։ Չեն կարող ամբողջ բնակչությանը կատարել, որովհետեւ բավականին կլոր գումար է ստացվում եւ դա առողջապահական բյուջեի համար բավականին մեծ ճեղք է առաջացնում։ Ցանկացած մարդ, եթե գիտակցի եւ ասեմ ձեզ, չգրված օրենք առողջապահության կազմակերպման ոլորտում,
կանխարգելիչ բժշկությունը միշտ ավելի էժան է, միշտ ավելի էֆեկտիվ է եւ միշտ ավելի լավ արդյունքներ է տալիս։ Եթե խոսենք վաղ փուլում հայտնաբերվելու մասին, արդյոք բուժում կա վերջնական, թե պարզապես ապրելիությունն է երկարանում։ Բուժում բառը մի քիչ հարաբերական բառ է քաղցկեղի դեպքում։ Մենք ունենում ենք կայուն ռեմիսիա հասկացողություն, այսինքն երբ մարդու մոտ ախտորոշման պայից սկսած X ժամանակահատվածում ինքը կրկնողություն հիվանդության չունի։ Ուռուցքը դա լոկալ հիվանդություն չի։ Դա օրինակ, չգիտեմ, ոսկորի կոտրվածքի, երբ նա վերականգնվեց, ոսկրային կոշտուկը ձևավորվեց, ամեն ինչ անցավ, մենք համարում ենք բուժառույն բուժված, կոտրվածքը վերջ, անցել է։ Քաղցկեղը եւ ուռուցքային հիվանդությունը ընդհանուր առմամբ դա համակարգային հիվանդություն է։ Այսինքն ախտարվում են բոլոր օրգան համակարգերը շատ հանգիստ եւ գոյություն ունի սրացման շրջան, ռեմիսիայի շրջան եւ այլն եւ այլն։ Ինչքան հիվանդություն ավելի վաղ է հայտնաբերվում, այնքան ավելի արդյունքները ավելի լավն են։ Այսինքն ռեմիսիաների հավանականությունը ավելի մեծ է, որը քաղցկեղի համար ավելի թիրախային բառ է, 5-ամյա ապրելությունը ավելի լավն է։ 5-ամյա ապրելությունը առանց կրկնողության եւս ավելի լավ ցուցանիշներ են։ Եվ ձեզ ասեմ, թոքի քաղցկեղի դեպքում երկրորդ ոչ պակաս կարևոր ցուցանիշը, որը որ վերջերս է սկսել շոշափվել գրականության մեջ, դա ծախսերի էֆեկտիվությունն է։ Այսինքն, օրինակի համար 4-րդ փուլի քաղցկեղային հիվանդին ծախս էֆեկտիվությունը ինչքան է կազմում, այսինքն որպեսզի հասնենք բուժման, ինչ գումարի մասին է խոսքը։ Մեկ մարդու համար, երբ ինքը իր մասին է մտածում, մեծ հաշվով կարևոր չի, դա պայմանականորեն 1 միլիոն դրամ է, թե 4 միլիոն դրամ է, թե 20,000 է, իրի մասին է խոսքը։ Երբ առողջապահության կազմակերպման տեսանկյունից ենք նայում, մենք ունենք բյուջե եւ ունենք էֆեկտիվության կանխատեսում, այսինքն մենք սա անենք, ինչ կունենանք արդյունքում։ Եվ որպեսզի համեմատենք մի քիչ ավելի հստակ թվերով, առաջի փուլի հիվանդության համար ենթադրվում է, որ բուժառուն ստանում է վիրահատական բուժում եւ մեծ հաշվով գտնվում է հսկողության մեջ։ Քանի որ առաջի փուլում է եւ դեղորայքային բուժում որոշ չէ, մեծամասամբ դեպքերում չի ենթադրվում, մտնում է հսկողության մեջ։ Այսինքն եթե մենք ծախսերը հաշվենք առողջապահության համակարգի եւ բուժառուի վրա, ստացվում է մի հատ վիրահատության արժեք եւ իր կանխարգելիչ հետազոտությունների արժեք։ Տարբեր կենտրոններում տարբեր գներ են, բայց չգիտեմ, ամենաթանկ կատ հետազոտությունը թող լինի 30,000 դրամ, 40,000 դրամ հաշվենք, 25 տարի շարունակ տարին մեկ անգամ անելով մոտավորապես X գումար է ծախսում եւ ինքը ունենում է արդյունքում հսկողություններ հետո եւ մեծ հաշվով ռեմիսիա կայում։ Վերադառնանք 4-րդ փուլի գաղափարին, 3-րդ, 4-րդ փուլերի գաղափարին։ Տարեկան առողջապահական ծախսերը կարող են կազմել մինչև 10-15,000 ԱՄՆ դոլար։ Արդյոք համեմատելի է այդ երկուսը։ Միանշանակ համեմատելի չէ, այսինքն վաղ հայտնաբերման փուլում ամեն դեպքում շատ ավելի եւ շահավետ է եւ առողջությանը օգտվող։ Հետևաբար կարևոր է ստուգվել, մի խնայեք ձեր առողջության համար, հետևեք, բարբերաբար լինում են ծրագրեր, մեր հյուրին շատ շնորհակալ ենք իրազեկող առավոտվա համար։ Իսկ մենք միասին գնանք գովազդ դիտելու եւ վերադառնանք։ Գնացինք։